Պարոն Սաֆարյան, իսկ այդ front office, back office ներդնելու գաղափարը ումն էր, այսինքն ով էր սրա հիմնական նախաձեռնողը եւ ինչ է սա տալիս։ Ինչու ներդրվեց այս մեթոդը։ Երկում շահագրգռություն կար այդպես անեն։ Նկատում եմ ինչ խնդիր էր սրանով լուծվելու, որ ներդրվեց այս մեթոդը։ Եկանք այդ փոխադարձ հասկացողությանը, այսինքն Ես հասկանում եմ ինչ խնդիր էր դա լուծելու, էլի օրինակ ինչի համար ներդրվեց դա, որովհետեւ կարող էր առանց դրա էլ չէ լինել։ Այդպես գտանք շահեկան, այդպես արեցին։ Պատճառներն եմ ուզում հասկանալ ինչ։ Ասեցի պատճառը։ Իսկ գուցե դա հենց այն Ադրբեջանի պահանջն էր, որի բավարարմանն էլ դա միտված էր։ Մենք եկանք փոխադարձ հասկացողության քննարկումների ընթացքում։ Երբ Ադրբեջանից հայտարարեցին, որ նրանք անցնելիս չպետք է հայ սահմանապահի երես տեսնեն դրանից հետո, այսինքն Կրկին նշեմ, որ մենք եկանք այդ փոխադարձ հասկացողության։ Ինչից հետո ինչ քննարկում տեղի ունեցավ, որից հետո, այսինքն որոշվեց, որ այդպես Երկար քննարկումներից հետո։ Պարոն Սաֆարյան, ինչպես է գնահատում Ռուսաստանի հետ հարաբերությունները, Ռուսաստանի արտգործնախարարությունից կոշտ հայտարարություններ են հնչում, ես ասում եմ որոշում կայացրեք ԵԱՏՄ-ի մասով, հնարավոր է վերահսկել իրավիճակը համաձայնության գալ, թե ամեն դեպքում խնդիրները խորանում են գնալու։ Երևի իրենց հարցը ուղղեք, բայց մենք հետաքրքրված ենք երկխոսությամբ, հետաքրքրված ենք մեր հարաբերությունների շարունակությամբ եւ առաջիկայում կլինեն շփումներ։ Հայտարարություններից բացի հրապարակային, որոնք հնչում են առանձին հանդիպումներ լինելու են։ Չլսեցի հարցը, որտեղ մի հատ էլ հարց տվեցին։ Հրապարակային հայտարարություններից բացի առանձին հանդիպումներ լինելու են նախատեսված են։ Եթե լինի, կտեղեկացնենք։ Պարոն Սաֆարյան, Փաշինյանի կան հիմա առանձին։ Կլինեն անպայման, հա։ Դուք ինչ եք կարծում, հնարավոր է այս խնդիրը վերջո լուծում ստանալ, թե ամեն դեպքում մենք պետք է որոշում կայացնենք։ Որ խնդիրը։ ԵԱՏՄ-ի հետ կապված։ Մենք խնդիր ունենք, մենք ԵԱՏՄ-ի հետ կապված դա հստակեցնենք։ Այս պահին մենք չենք տեսնում խնդիր։ Բայց այդ հայտարարությունը, որ փոխանցվեց, ինչ է կանելու այդ հայտարարության հետ, պարոն Սաֆարյան։ Ինչ հայտարարություն։ Վերջին նիստին, որ փոխանցվեց հայկական կողմի ԵԱՏՄ-ի հետ կապված 4 անդամ երկրների։ Հայտարարության հետ ինչ կա, ընդունեցինք գիտությունը։ Նկատում ենք մինչև դեկտեմբեր դա ինչ-որ որոշման միտված։ Այդ արդեն առաջիկա նիստերի հանդիպումների ընթացքում կանրադառնանք այդ Պարոն հարցին։ Սաֆարյան, կբացատրեք Փաշինյանի այս միտքը հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը, բխում է Հայաստանի Հանրապետության շահերի։ Ես կարծում եմ վարչապետի այդ հայտարարությունը մեկնաբանման կարիք չունի, շնորհակալություն։ Հենց դա էլ նշանակում է ինչ որ այսել է։ Մինչև հիմա ինչ է։ Շնորհակալ եմ։